Բարի ուշ երեկո, Ժողովուրդ ջան, նոր նամակներն էի նայում հերթով, ինչպես միշտ, ու այս վիդեոն, որ ինձ ուղարկել էին, չկարողացա չարձագանքեմ, թեկուզ եւ պատրաստվում էի արդեն քնեմ, վաղ աշխատանքային օր, բայց որոշեցի անպայման արձագանքեմ, մի հատ տեսնենք, էլի։ Վերել եմ վազելու, սենց մի բան տեսա։ Տեսնելով սենց մարդկանց ովքեր որ անցնում են այս ամենը տեսնում են, ինձ թվում է ոչ մի նորմալ մարդու սրտով սա չի կարա լինի։ Դրա համար էլ որոշեցի այս ամենը հավաքել։ Շարունակի ճանապարհս դեպի վերև, տեսա էլի բաներ կա թափած։ Իմ համար ես օտարազգի ժողովուրդը, որ բարձանում են, իջնում են ներքև ու այս ամենը տեսնում են, էսի ամոթ բանը։ Տեսօր ես ամենը նկարեցի, սրա մեջ հաստատ ոչ մի ցուցադրական բան չկա, հպարտանալու բան չկա, չգիտեմ, պրոստը հելել էի մարզանքի, տեսա այս ամենը և չկարողացա անցնել։ Ինձ թվում է դա ճիշտ տարբերակն է, ամենաճիշտ տարբերակն է բոլորիս համար։ Այս օրը իմ համար մի հաղթանակ էր, ինքս իմ առջև, թե ինչքանով կարամ խոնարհ լինեմ Աստծո առաջ և իմ հայրենիքի նկատմամբ, իմ հայրենիքի առաջ։ Այդ հաղթանակը այն էր, որ ես կարողացա կռանալ ու աղբը հավաքեի։ Ես դա չեմ համարում հերոսություն կամ չգիտեմ ինչ, բայց ուրիշ տարբերակ ունեի, պրոստը վազեի իմ պարապմունքը շարունակեի, ինչ չարեցի։ Նախ ասեմ հարգանքներս եղբայր, հպարտանում եմ քեզանով, չեմ ճանաչում, մի տեսակ ծանոթ ա դեմքդ, միգուցե դերասաներ չեմ անում, համենայն դեպս, դա էական չի, դա կապ չունի, ուզում եմ ասեմ, որ ես քո նման հայերով հպարտանում եմ, ու ես իմ սիրտը ընդհանրապես ուրախությամբ ա լցվում, երբ որ տեսնում եմ, որ իմ երկրում կան նման հայեր, դա մեծ հույս ա ներշնչում մեր ապագայի առումով, էսի սենց։ Այն վերջին բառերդ, նախադասություններդ, որ ասում ես, ես դեռ կանդրադառնամ դրան, բայց ես ուզում եմ ուրիշ բան ասեմ իմ ժողովրդին, հիմա այս վիդեոն դիտելով, Գարիկ էր ոնց որ անունը, Գարիկի վիդեոն դիտելով, շատերը կմտածեն, թե ամբողջ Հայաստանը կամ Երևանը այդ վիճակում է, ժողովուրդ ջան, դրանից առաջ ահա որ քամի էր դրսում ու գիշերը պատուհանը բացելու հնար չկար, զանավեսկիքից բռնած, այն որ ասում է վարագույրներից բռնած տանում էր, քշում տանում էր, այդ այնց ահա որ քամի էր, հիմա էլ այդ նույն քամին, բայց այսօր մի քիչ թույլ է, ու ինչ ա ստացվում, երբ որ նման քամի ա լինում, քաղաքում դրված այդ աղբամաններից, այդ ամբողջ աղբա այսենց ֆռմա օդի մեջ հանում է այդ աղբամաններից ու ֆրցնում ամբողջ քաղաքով մեկ, հաշվի առնելով, որ մեր եղբայրը դուրս է եկել վազի, այսինքն առավոտ շուտ, ու երևում է, որ այնտեղ մարդկություն չկա, գործի գնացողներ էլ չկան, ասենք, սպորտսմեններ են, հենց երևում է, որ մարդիկ ելել են սպորտով զբաղվել, այսինքն առավոտյան շուտ է դա, միգուցե դեռ չէին հասցրել հավաքարարները մաքրեին, հավաքեին այդ ամբողջ աղբը։ Բայց դա չի արդարացնում իհարկե քաղաքապետարանին, որովհետև աշխատակիցները, մաքրողները իրանք պետք է ավելի վաղ դուրս գան ու քաղաքի մաքրության ուշադրություն դարձնեն, թեկուզ եւ եղել է որ ժամը 6-ի 7-ի կողմերը դեռ մութ ժամանակ, հա, ձմռանը եղել է որ ես տուն եմ վերադարձել ու ես տեսել եմ, որ քաղաքը դրած սենց լպստում են կներեք արտահայտությանս, այսինքն մաքրում են չոտքի։ Պրոստը ոնց է ստացվել, որ այս անգամ սենց այդ ժամին դեռ մաքրած չեն եղել, միգուցե ինչ որ պատճառներ ունի քաղաքապետարանը, բայց հիմա ես կթեգեմ, որպեսզի քաղաքապետարանը անպայման այդ հարցին ուշադիր լինի, որպեսզի ավելի վաղ ժամին դուրս գան ու մաքրեն։ Իսկ եթե ավելի վաղ ժամին են դուրս գալի, ապա ինչու է կասկադը եղել այդ վիճակում։ Ես ոնց տեսա, դա կասկադներ։ Իհարկե չենք բացառում այն երևույթը, որ նաև թափող անասուններ ունենք, որի մասին ես անընդհատ բարձրաձայնում եմ ու
Սա ահավոր երևույթ է, երբ որ մարդը ինքը իր տան մեջ մուսոր է գցում։ Դա նույն բանն է, որ դու քո զալի մեջտեղը բռնես շիշը նետես կամ մի հատ, չգիտեմ, պաճկեն սիգարետի ճմրթես գցես կամ էլ կոֆեն լակես ու միանգամից զալիդ մեջտեղը գցես։ Վստահ եմ, որ կնիկդ սկավառոտկեն գլխիդ կհագցնի։ Հայ sense երևույթ էլ կա։ Չենք հերքում էլի այդ փաստը։ Կարճ ասած, ուզում եմ ասեմ, որ սա նորմալ երևույթ չի ու սա ամենօրյա երևույթ չի, սա քամու հետևանքն է, վստահ եմ, որտեղ նորից եմ կրկնում, ահռելի sense փոթորկատի քամի էր դրանից առաջ, 1 օր առաջ։ Բայց ուզում եմ անդրադառնամ Գարիկի խոսքերին, երբ որ նա ասում է, ես սա ամոթ չեմ համարում, ես սա հաղթանակ եմ համարում, ինքս իմ դեմ, որ ես կարող եմ խոնարհ լինել, ռեսպեկտ, պաշտում եմ։ Նման հայերին ես պաշտում եմ։ Այն նման մարդը կարա լինի հայ, որովհետև հայ լինելը շատ բարդ բան է։ Հայը պետք է օրինակ ծառայի, բայց ցավոք սրտի մեր երկիրը դեռ չի կարող օրինակ ծառայի այդ առումով, էլի։ Հիմա ասածս ինչ է։ Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը ինքը իրեն հաղթի, չնետի։ Հետո նոր հաղթի Գարիկի նման, դա արդեն են վիշի ուռովին, էլի ոնց որ ասում են, կրանա այդ աղբը հավաքի։ Ես հիշում եմ, որ հերթական անգամ երբ եկա Հայաստան հեղափոխությունից հետո 12-14 օրով, հիշում եմ հրապարակում ման էին գալիս մի 3-4 հոգով ու էլի տենց քամի սկսվեց ու հրապարակի այդ փայտե այդ գեղեցիկ աղբամաններից ինչքան տոպրակ, շիշ, թեթև եւ այլն քամին հանեց, sense ֆրցրեց ու հրապարակով մեկ sense սփռեց։ Ու ես չեմ մոռանա այդ պահը, երբ որ մենք sense առանց իրար ասելու, երբ որ քամին հանդարտվեց, sense ռեսկի քամի էր, էլի։ Երբ որ քամին հանդարտվեց, մենք սկսեցինք այդ աղբը հանգիստ, պրոստը այն որ ասում է սուսուփուս, առանց քննարկելու, հավաքել, նորից այդ նույն աղբամանների մեջ լցնելը։ Դա ոչ մեր պագոններ ընկավ դրանից, ոչ մի բան, աբսոլյուտ, ոչ մեր պատիվը, բայց զատո սրտին նենց հանգստություն էր մեր մեջ, որ մենք մեր քաղաքը մաքրեցինք, որտեվ սա մեր տունն է, ինքը պետք է մաքուր լինի, առավել եւս զբոսաշրջիկները պետք է տեսնեն մաքուր քաղաք, որ իրենց պատշաճ պահեն։ Ամենաամոթանին է, երբ որ զբոսաշրջիկն է սկսում այդ քո աղբը, քո նետած, քո տան մեջ նետած աղբը հավաքել էսի ամոթի, չգիտեմ, գագաթնակետն է։ Մի անգամ հիշում եմ, առավոտյան գնում էի դեպի գրասենյակ, արդեն ավտոյից դուրս էի եկել ու քայլում էի դեպի գրասենյակ ու տեսա, որ հենց մայթի վրա, հենց մեջտեղը, այդ մաքրության հետ մեկտեղ մեջտեղը մի հատ sense կարմիր պիվի բան կա, էլի, sense ճմրթած գցած է, անցնելուց պրոստը մի անգամից sense կրացա վերցրեցի ու հետ դարձա դեպի աղբաման, որ գցեմ ու տեսնեմ երկու տղա sense տարօրինակ նայում են վրաս, չէ, տարօրինակ մի նայեք, տղերք, դուք եք տարօրինակ, որ նետած է ու դուք կանգնած եք ու դուք դա չեք վերցնում, էլ չեմ ասում նետելու մասին, էլի, ստե տարօրինակ բան չկա։ Ու Գարիկը շատ ճիշտ է ասում, որ ինքը ասում է, ես ինքս ինձ համար հաղթեցի, այդ ամոթ բան չկա տեղ։ Այո, որովհետև մեր հասարակության մեջ այդ պաթոսախեղտը, այդ երևույթները, որ տղեն բան, sense նենց, ոնց թե ապային կզայեմ ինչ որ աղբ վերցնեմ բան, դա պատիվ չի բերում բան, այս երևույթները, այս բնավորությունները մենք պետք է հաղթահարենք։ Ինքներս մեր առաջ պետք է հաղթահարենք։ Մենք պետք է պրոստը կոնկրետ հասկանանք, որ սա մեր երկիրն է, սա մեր տունն է, ու սեփական տունը մաքրելը ու մաքուր պահելը զապադլո չի։ Այսքանը, իսկ Գարիկին ռեսպեկտ ու հարգանքներս հպարտ եմ քեզանով եղբայր։